Ներկայանալ լիարժեք։ Առաջի Թագավորաց 16:7 գրված է. Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Դուք կարող եք կարդալ այսօրվա խոսքը եւ վիճել, որ տեսքը չպետք է կարեւոր լինի, որովհետեւ Աստված նայում է սրտին։ Փառք Աստծո, նա նայում է մեր սրտին, բայց մենք դեռևս ապրում ենք երկրի վրա, որտեղ բոլորը նայում են արտաքինին։ Մեզ հորդորվում է ուշադիր լինել, թե ինչպես ենք ներկայանում։ Փաստն այն է, որ մենք մշտապես հաղորդակցվում ենք, անկախ նրանից ունենք մտադրություն թե ոչ։ Մեր ուղերձները փոխանցում ենք 3 ուղղություններով. ինչ ենք ասում, մեր խոսքերը եւ ձայնի տոնը, ինչ ենք անում, մեր շարժուձևը եւ արտաքինը, եւ ինչ տեսք ունենք, արտաքին տեսք կամ ներկայանալու ձև։ Եվ հաճախ մարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողում այն, ինչ տեսք ունենք, քան այն, ինչ լսում են։ Երբ հասկանանք սա, կկարողանանք գործածել հօգուտ մեզ եւ արդյունավետորեն հաղորդել մեր մտադրությունները։ Վստահ եմ, որ լսել եք հին ասացվածքը. դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա լավ առաջին տպավորություն թողելու համար։ Գուցե սա հին է, բայց անշուշտ երբեք ավելի ճիշտ չի եղել։ Այն, թե ինչ եք հագնվում եւ ներկայանում, ոչ միայն անմիջական ուղերձ է ուրիշներին, այլև կարող է ակնկալել ավելին, քան մտադիր էիք հայտնել։ Դա կարող է բացահայտել, թե ինչ եք իրականում մտածում ձեր մասին, կամ ինչին եք վստահում, կամ ձեր կարծիքով ինչ ազդեցություն եք թողում, կամ իհարկե թե ում եք պատկանում։ Ես չեմ պատրաստվում նորաձևության որոշակի խորհուրդներ տալու, որովհետև միայն դուք կարող եք պատասխանել այս հարցերին. ինչ եք ներկա պահին հայտնում, ինչ ուղերձ եք փոխանցում, արդյոք դա ձեր իսկական էության ճշգրիտ արտացոլումն է։ Ենթադրենք, ձեր զգեստը եւ տեսքը ճշգրտորեն արտացոլում են, թե ով եք դուք։ Դուք կարող եք ասել. ես մասնագետ եմ եւ իմ զգեստը համապատասխանում է իմ մասնագիտությանը, բայց եկեք ավելի խորը մտածենք. ինչպես եք ազդում մյուսների վրա ձեր հագուստով։ Մարդիկ տեսնում են ձեզ, թե միայն այն, ինչ հագել եք։ Երբ ուրիշները նայում են ձեզ, ինչ են տեսնում։ Թեև մենք երբեք չպետք է վստահենք մեր տեսքին, բայց կարող ենք գործածել հաղորդակցման այս ձևը իմաստությամբ եւ բարեպաշտությամբ, ինչպես վերաբերվում ենք մեր խոսքերին եւ գործերին։ Եկեք աղոթենք։ Տեր, ցույց տուր, թե ինչպես իմաստուն լինեմ հաղորդակցության բոլոր ձևերում, այդ թվում ինչպես ներկայացնեմ ինձ։ Հայտնիր, թե իրականում ինչ եմ ասում իմ տեսքով, եւ թող ամենը լինի քո փառքի համար։ Ես ուժեղ եմ, որովհետև ներկայացնում եմ լիարժեք, ներքուստ եւ արտաքուստ